մաքսային միություն, թե ասոցիացման համաձայնագիր կամ խորը համապարփակ իր հետ բերող նաև խորը համապարփակ առևտրի համաձայնագրի այս գործընթացները, որովհետև շատ դեպքերում մեկը մյուսին հակադրում են։ Իմ որպես Վարդան Այվազյան անձի եւ որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի եւ որպես պատգամավորի միանշանակ մաքսային միություն։ Ինչու համար ես կարող եմ, այո, միանշանակ։ Եթե այդ երկուսի մեջ ընտրություն լինել, եթե եւ կամը դրված լինի, բնականաբար բնականon զարգացման գործընթացի հետ կապված, չբացառելով նաեւ ասոցիացման համաձայնագիրը որոշակի փոփոխությունները, որտեղ այն քննարկող ասոցիացման համաձայնագիրը, որը որ մենք քննարկել ենք երկար ժամանակահատվածում, իր մեջ ներառում է ավտոմատ նաև երկրորդ գործընթացը, դա խորը համապարփակ առևտրի համաձայնագիրն է։ Հիմա անդրադառնամ մեր բանախոսի կողմից շտարված ազնվորության բանախոսի հարցադրումների մոտեցմանը, սուվերենության որ չափի կորուստ։ Դեմերեք անհարկի հարցադրում է, որտեղ օրինակ ասենք, եթե ուղիղ համեմատական մենք հասկանանք այսօր մաքսային միության մեջ անդամ երկրներին է, օրինակ ոնց եք պատկերացնում Ղազախստանը, որը որ համախառն ներքին արդյունքը 180 միլիարդ է, իսկ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 9 միլիարդ է կամ 10 միլիարդ է, այսպես ասեմ, միանալով մաքսային սահմանին, լինելով անդամ երկիր, ի՞նչ կնա սուվերենության կորուստ ունեցել։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Չկա մեկ միավոր մարմին կամ պետություն, սուվերեն պետություն, որը որ իր տնտեսական խնդիրների եւ շուկաների փոխանցման գործընթացների մեջ ինչ-որ տնտեսական միավորումներ եւ քաղաքական միավորումների հետ մաս չկազմի, չկա այդպիսին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, դուք գիտեք, որ բոլոր պայմանագրերով կամ իր բոլոր հարաբերություններով Ռուսաստանի հետ, միայն Ռուսաստանի հետ ունի դաշնային հարաբերություններ։ Դաշնային հարաբերություններ, այնքան ռուսական զորքը պարտավորվում է անհարկի հարձակումների ժամանակ քաղաքական հարցումներ պաշտպան։ Մյուս հարցադրումները ասենք, այսօրվա մարտահրավերներից եկեք նայենք, որ մի երկիրը կարող է կամ որ մի տնտեսական միավոր, այդ թվում Եվրոմիության, Միջինասիական, Խաղաղ օվկիանոսյան, ես առիթ ունեցել եմ մասնակցելու, տարբեր միավորումներ կան, ապահովելու Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ անվտանգություն, իր անվտանգությունը, ինչպես նաև շուկաների պահպանության գործընթացը։ Ռուսաստանը երեք չի մեր ուղղակի անվտանգության երաշխավորն է, հիմա դարել է նաև էներգետիկ, ինչը ճիշտ է, մի րոպե, ինչը ճիշտ է, դա մեր հարազատ իշխանությունների վարած քաղաքականությունն է, աշխարհի անվտանգությունները բաժանել ենք ուրիշներին, այն ժամանակ մեզ պետություն պետք չի, որովհետև ցանկացած պետության number 1 պարտականությունը դա անվտանգության բոլոր աստիճանների ապահովումն է սեփական ժողովրդի։ Իսկ ստացվում է, որ ռազմական անվտանգությունը տվել ենք էներգետիկ անվտանգությունը դա այն դեպքում, որ մենք ունենք ընդգծում եմ ընդհանուր սահման աշխարհի ամենամեծ էներգակիր պետություններից մեկի հետ, Իրանի հետ։ Ուրեմն մենք ունենք հզոր էներգակիր երկրի Իրանի հետ ընդհանուր սահման, գնացել ենք հյուսիսներով թափառում ենք եւ որոշում ենք անվտանգ լինել։ Սա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմն է։ Նոր ես լսեցի, որ Եվրոմիության հետ խնդիրներ առաջանան, քանի որ Բոբո Թուրքիան չի բացել սահմանը եւ Եվրոմիության հետ մենք չունենք ընդհանուր սահման։ Էբա Բոբո Վրաստան ու Ադրբեջանը մենք մաքսայինի հետ էլ չունենք ընդհանուր սահման։ Այսինքն այն արգումենտը, որ բերվում է Եվրոմիության հետ կապված, չգիտես ինչու չի բերվում մաքսայինի։ Եվ երրորդը, ինձ կարող եք բացատրել ընդհանրապես ժողովուրդ, հետեւյալ մի Ես քեզ խնդրում եմ ժողովրդի անունից մի ասեք, դե ժողովրդին 10 անգամ քվեարկություն դնենք, 10 անգամ էլ պետք է 100%-ով հավասարված է, հանրակրվե դնենք, 10 անգամ։ 10 անգամներ կազմում է մտածելի ինտեգրացիոն process-ները Ռուսաստանի հետ։ Գիտեք ինչ կա։ Ես մի հատ վերջացնեմ եմ։ Հա, երրորդ կետ։ Շնորհակալ։ Ես եւ երրորդը։
ինչ մենք ուզում ենք ասենք, այնուամենայնիվ Արցախի հարցը մնում է օդում։ Մաքսային միությունը ենթադրում է ընդհանուր մաքսային քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանի վրա մաքսային համակարգ է լինելու։ Այսինքն դե ֆակտո տարածքները սկսվում են բաժանել դրսի աշխարհաքաղաքական գործոնների շնորհիվ։